Գործողությունները իրավիճակը փակուղային են դարձել եւ ավելի բարդացրել են գերիների հարցով, որովհետեւ քննադատությունները, որ հնչում են, որովհետեւ խաղաղության պայմանագրից այս հարցը առանձնացվել է եւ հիմա Ադրբեջանը հնարավորություն ունի այս հարցը առանձին տիրույթում քննարկելու կամ չքննարկելու, մինչդեռ խաղաղության պայմանագրում պետք է դա ամրագրված լիներ եւ բացի այդ ասում են Փաշինյանի հայտարարությունը նաեւ Ռուբեն Վարդանյանի մասով, թե պետք է հասկանանք ով է գործուղել ինչ նպատակներով, սա եւս հնարավորություն է տվել Ադրբեջանին նման գործողությունների դիմել։ Նախ ուզում հասկանամ այդ որ քննադատում են տենց բաներ են ասում, իրենք այսքան ժամանակ ինչ են արել բացի քննադատելուց եւ բացի հարևան երկրի ԶԼՄ-ներին եւ հատուկ ծառայություններին առիթ տալուց, որպեսզի նրանք Հայաստանի Հանրապետությունում հիբրիդային ինչ որ բաներ հրահարեն։ Ես ներողություն, դուք հարցը տվեցիք, երկրորդը իսկ ով ասեց, որ խաղաղության պայմանագրի մեջ պետք է նման կետ լիներ, ել չեմ ասում ով ասեց, որ նման կետ կար եւ դա դուրս է հանվել հայկական կողմից, իսկ ով ասեց, որ օրինակ, եթե Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարության, որտեղ որ կա 3 երկրի ստորագրություն, ղեկավարի ստորագրություն, այդ թվում նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրություն, որտեղ ասվում է, որ բոլոր պահվող անձիկ պետք է վերադարձվեն, ինքը այդ կետը չի արել, հիմա մենք պետքա գանք նոր մի հատ խաղաղության պայման եւս մի փաստաթղթի մեջ դնենք եւ ինքը այդ կետը կանի։ Խաղաղության պայմանագիրը այդ նման կետ չի բանարել, ինքը այդ լծակը ճակերտավոր օգտագործել է եւ շարունակել է օգտագործելու քաղաքական առևտուր անելու համար, ինչը արվեց կոպ 29-ի ժամանակ։ Ինքը դա չի անելու։ Եկեք ժողովրդական լեզվով ասած ծուռը նստենք դուզը խոսենք։ Կարելի է անընդհատ մանիֆեստային եւ կենացային եւ լավը թվալու համար տեսախցիկների առաջ ասել բացարձակ ճշմարտություններ, բայց դրանք գործնականում բան չունեն։ Մենք հիմա ամեն ձևով տարբեր միջազգային կառույցների ղեկավարների կողմից երեկվա ՄԱԿ-ի դատարանի հայտարարություն, այդ տենց իրանք նես չի, չէ, որ իրանք տենց նստած որոշում են մեկ էլ առավոտ արթնանան, ինչ որ հայտարարություն անեն, իմ բոլոր գործընկերների, Եվրոպական միության բոլոր գործընկերների հայտարարությունների, խոսակցությունների մի մեծ խումբ ունեցանք քարտուղար Բլինկենի միջնորդությամբ, հիմա փորձում ենք այլ մարդկանց միջնորդությամբ մարդկանց բերենք, այդ խաղաղության մեջ էդի գրելը պետք է ենթադրի նաև փոխադարձության սկզբունք։ Մենք գերի չունենք այս բանին, որ նաև փոխադարձում հետո չեմ ասում խաղաղության պայմանագիրը կնքում ես ու գերին պահում ես։ Ես կարծում եմ, որ դա անհամատեղել է։ Լսեք, նախ պետք է ասել, որ Ռուբեն Վարդանյանի գործուղված լինելու, չլինելու փաստը չի փոխում այն հանգամանքը, որ ինքը մեր հայրենակիցն է եւ ամեն ինչ պետք է արվի, որ ինքը վերադառնա։ Եթե նույնիսկ ինքը, չգիտեմ, ինչ որ տեղից գործով, դա որևիցե բան չի փոխում։ Հիմա այդ ֆիքսենք առնենք առաջ։ Երկրորդը դրա մասին եղել են հրապարակումներ մամուլում եւ դրա մասին խոսացվել է հայկական մամուլում, էլի այն սիրուն, այսպես ասած, պադաչայով, որ արվել է դրսից եւ տարբեր իբր մեր երկրին լավը ցանկացող եւ երրորդը, վերջինը, ամենակարևորը։ Ես ներողություն եմ խնդրում, իսկ ձեզ թվում է ինչ որ մեկի ինչ որ տեղաշարժվելը Ադրբեջանի համար պետք է հայկական մամուլի կամ ինչ որ մեկի հայտարարության հիման վրա լինի, իրանք չգիտեն, օրինակ ինչ որ մեկը գործուղվել է, թե չի գործուղվել։ Մենք գիտեն, թե չգիտեն։ Այսինքն դա գիտեք ինչ, եթե նպատակ կա, եթե գաղափար կա, ինչ որ մեկին վերադարձնել, ինչ որ մի առևտուր անել, ոչ մեկ չի նայում այդ տալուն, չտալուն եւ այլն։ Ես պատրաստ եմ մյուս կողմից նայեմ, խնդրեմ։ Դատավարությունը այնտեղ ներկայացվող մեղադրանքների մի մասը կարելի է ներկայացնել Հայաստանի ուզած պաշտոնյայի, Հայաստանի ուզած քաղաքացու։ Այդ իմաստով սա դատավարություն չէ նաև Հայաստանի դեմ, նաև այն առումով, որ հետագայում իրավական առումով հնարավոր կլինի մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին։ Եվ բացի այդ, այս լրկումների լուսանկարների մասին ինչ եք մտածում, բավական կտանքներով։ Ես դրա մասին արդեն խոսեցի եւ համարում եմ, որ դա դատավարություն չի եւ դա ես վստահ չեմ, որ ժողովրդավարության նման մակարդակ ունեցող երկրում փակ
դատավարությունների պարագայում, այդ տեսարանների պարագայում որևիցե միջազգային հանրություն կամ միջազգային դատարան կամ միջազգային գործիչ կարող է դրական գնահատական տալ, որ այդ դատավարությունը իրավական ուժ ունի։ Ես չգիտեմ, դուք տեսել եք այն գնահատականները, որոնք տրվել են ոչ հայ քաղաքացիներին, այլ այդ երկրում ընդհանուր առմամբ դատավարություններին։ Ուստի ես համարում եմ նման մեկնաբանություն անելը անտեղին եմ։ Հայաստանի մասով հարգելիներս, Հայաստանի Հանրապետության դեմ բոլոր կողմերից արվելու է այն ամեն ինչը, որ մենք թույլ տանք, որ իրենք անեն։ Մենք թույլ չենք տալու եւ դրանով է պայմանավորված հաճախակի պատասխանները, հաճախակի հարցազրույցները, ամեն ինչին մեկնաբանություն տալը, ամեն ինչին արձագանքելը, ամեն ինչի հետ կապված լուծումներ գտնելու փորձերը, այլ ոչ թե նրանով, որ չգիտեմ, ինչ որ դա թուլություն է, դա թուլություն չի, դա ամենաուժեղ բանն է եւ մեզանից հենց այդ թուլությունն էին սպասում, մեզանից սպասում էին, որ մենք կմտնենք մի դաշտ, որտեղ որ իրենք ասելով իդեպ նկատի չունեմ միայն մի կողմ, մի երկիր, որ հնարավոր կլինի Հայաստանին մեղադրել դեստրուկտիվության մեջ եւ Հայաստանին մեղադրել, որ ինքը իրավիճակը տանում է փակուղի։ Ոչ, Հայաստանը չի պատրաստվում որևիցե պարագայում իրավիճակը տանի փակուղի։ Անեկը շատ վաղուց հարցազում, սպասեք։ 2021 թվականին հայտարարել եք, հիմա կներես կարող է մի քիչ սխալ բան եմ ասում, բայց այդ գերիներին համարում են, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Հիմա երբ դուք այսպիսի հայտարարություն եք արել եւ հիմա ասում եք, որ եթե չենք խոսում, չի նշանակում, որ չենք զբաղվում այդ հարցով, բայց քաղաքացին էս ձեր հայտարարությունից հետո, որ 21 թվականին արել եք, ինչպես վստահ լինի, որ նման հայտարարություն արած պաշտոնյան կամ պաշտոնյայի թիմը կարող է զբաղվել Բաքվում բաղվող գերիների վերադարձի հարցով, երբ որ համարում եք, որ իրենք չկան։ Նախ դրանից հետո գերիներ են եկել, դրանով կարող է համարել։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, նայեք ջան, երբ որ մեջ բերում ես անում, լիակատար արա։ Ես կրկնում եմ, եթե Հայաստանի Հանրապետության որևիցե զինվորական գնում է սահման պաշտպանելու եւ հարց պետք է կանգնի իր կյանքի, իր գերի ընկնելու եւ Հայաստանի Հանրապետության, պատասխանը միանշանակ է։ Այդ հայտարարությունը դու կոնտեքստից կտրած ես բանանում ներկայացնում եւ ստացվում է ինչ, որ Ալենը ասում է, որ Հայաստանի Հանրապետության համար այդ գերիները ոչնչություն են, իրանք գոյություն չունեն, ոչ դա տենց չի եւ դու կոնտեքստից ես, այսինքն զինվորականը, որ գնում է բանակ, ինքը մտածում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերանա, բայց ինքը պետք է ինքը պետք է վերադառնա, ինքը պետք է առողջ լինի, ոչ, երբ որ ինքը գնում է, երբ որ ես բանակում ծառայել եմ, ես գնացել եմ, կանգնել եմ պոստի, իմանալով, որ ես կարող է չվերադառնամ։ Ես պատասխանատու եմ ոչ միայն անհատապես ամեն մի Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ զինվորի համար, այլ գլոբալ առումով Հայաստանի Հանրապետության համար։ Եվ ես խնդրում եմ հաջորդ անգամ մեջ բերելիս հովանդակությունը չփոխել։ Ես գիտեմ ես ինչ եմ ասել, դրա տեսանյութներ կա։ Դրա ես կրկնում եմ այն ինչ որ ես ասել եմ։ Ես պնդում եմ այն ինչ որ ասել եմ։ Կրկնում եմ, Հայաստանի Հանրապետության զինվորականները այն բանի համար են, որպեսզի պետք եղած ժամանակ իրենց կյանքով եւ ազատությունով պաշտպանեն Հայաստանի Հանրապետության շահերը եւ եթե պետք է հարց կանգնի, ես կընտրեմ Հայաստանի Հանրապետություն։ Շարունակություն հետեւյալ։ Ես գիտեմ ինչ եմ ասում։ Առաջարկում եք ինքնաթիռը խփել։ Ում ինքնաթիռը նայեք։ Իսրայելի օրինակով ասում եք Իսրայելը երբ որ տերորիստը վերցնում է ինքնաթիռը, Իսրայելը տերորիստի հետ չի բանակցում, ինքը խփում է այդ ինքնաթիռը։ Եվ Չէ, որ ասում եք կոնտեքստից կտրված է շարունակություն։ Չէ, շարունակությունից մնացածը կարդա, բայց կոնտեքստը։ Իսկ գիտեք այդ գերիները։ Նայեք, հիմա 2021 թվականի մի թեմա, որի հետ կապված 100 անգամ բան եմ արել, մեկնաբան է։ Հիմա էլ ասում եմ, որ որևիցե բան ես այդտեղ, նայեք, ամբողջը չես կարդում, սկիզբը չես կարդացել, եղբայր, դե սկիզբն էլ կարդա։ Կկարդաս կգաս, տեղ եմ կհարցնես։ Այդ մեկ, երկրորդը։ Ես քեզ ասում եմ, ես կրկնում եմ այն, ինչ որ ասել եմ, եւ որևիցե բան ես սխալ չեմ ասել։ Հայաստանի Հանրապետության շահը ավելի բարձր է, քան անհատական իմ շահը, եթե ես գերի ընկնեմ եւ պետք լինի, եթե ես ինքնաթիռում լինեմ եւ հարց լինի Հայաստանի Հանրապետության գոյության, խփեք այդ ինքնաթիռը,
անգամ վարքյան չմտածելով եւ մնացած բոլորը պետքա տենց մտածել։ Զարմանում եմ, դու շատ լավ լրագրող ես եւ դիպուկ հարցեր ես տալի մշտապես։ Գնացել ես 2021 թվականի մի թեմա, որը մի 15 անգամ ծանվել է, միտինգ են եկել արել, հետո նույնիսկ ընդդիմադիր գործիչները, որոնք ինձ իբր քննադատում էին, գնացել են եթեր ասել են դե հա բովանդակային առումով ճիշտ է ասում, եկել ես այդ հարցը շատ արդիական հարց են նոր քննարկեցին։ Նորից փորձի։ Վարդան Օսկանյանի առաջարկը համարեցիք, որ դա սադրանք է։ Երկի սադրանք, այսինքն բանակցությունները դադարեցնենք, Ադրբեջանին կամ որևիցե մի երկրի հրահարենք պատերազմի եւ հրահարենք նոր գերիներ վերցնելը, բայց ասենք տեսակ մենք ինչը պարտքով խաղաղություն մի երկրի հետ ով կտանքներ։ Դե լավ, Վարդան Օսկանյանը 10 տարի հնարավորություն ա ունեցել իր տենց փառահեղ մտքերը եւ փառահեղ դիվանագիտությունը գործի դնի։ Արդյունքում Արցախը, Ղարաբաղը բացա դուրս է թողել բանակցություններից Ռոբերտ Քոչարյանի հետ, հարցը չի լուծել եւ էլ մնացած այդ ամեն ինչը չասեմ, ինքը վաղուց թոշակի է գնացել, թող հանգիստ իր թոշակով զբաղվի։ Էլի պարոն Սիմոնյան, իր մասով մտահոգված էր ժամանակին թող մտահոգվեր, երբ որ մարտի 1-ի բանն էր, մամլուք խոսնակն էր, մարտի 1 էր արդարացնում։ Մարտի 1-ի Երևանի կենտրոնում 10 մարդուն գնդակահարելը վերերկացել արդարացնում էր։ Այդ վաղ թող մտահոգելներ։ Հիմա բանի գործ չունի, ասեմ, թող իր թոշակով զբաղվի։ Եվ մի ուրիշ առաջարկ հնչեցրել է Էդմոն Մարուքյանը, ասում է դիմեք միջազգային քրեական դատարան, որի անդամ է Հայաստանը եւ որին միանալու ժամանակ նաեւ նշվում էր, որ Հայաստանը այդպիսով հնարավորություն կունենա նաեւ Ադրբեջանը քրեական դատարան դիմելու։ Չէ, բայց կարամ չմեկնաբան։ Բայց կարամ չմեկնաբան։ Ու ինչ էլ ուզում ա լինի, Մարուքյանի տեսակետը ձեր հարցը այսօրվա չեմ մեկնաբան։ Տեսակետը հնչում ասում են Չեմ ուզում մեկնաբան։ Այդ հարցը չեմ ուզում։ Առաջիկա մի շաբաթ Երևան օրերս դիվանագետների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորվեն եւ խաղաղությունը կընկնի ու հարաբերությունները կձևավորվեն նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ։ Դուք հաշվի առնելով, որ Ադրբեջանը չի գնում խաղաղության պայմանագրի ստորագրմանը կամ ցկցկում է կամ պատճառաբանություն հետ բանացումները, դուք հնարավորություն տեսնեք, որ Թուրքիայի առանձին կարող է գնալ գործընթացը առաջ եւ Թուրքիան չնայի Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին ու այդ ինչ-որ հնարավորություն տեսնում։ Ես համարում եմ, որ այո, եւ մենք պետք է Թուրքիայի հետ աշխատենք եւ շարունակենք աշխատելը։ Մենք աշխատում ենք Թուրքիայի հետ եւ շարունակելու ենք աշխատել։ Ցավում եմ, որ Ադրբեջանը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները, հայ-թուրքական սահմանի հարցը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել եւ փորձում է ազդեցություն ունենալ, դա շատ վատ է, դա կարծում եմ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները նույնպես հասկանում են, մենք շարունակելու ենք աշխատել եւ պետք է ասեմ, որ շատ լավ է, որ Թուրքիայի նախագահը նման հայտարարություն է արել, մենք նույնպես Հայաստանը իր դիրքորոշումով, իր հայտարարություններով, իր ընդառաջ գնալով ցույց է տվել, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության եւ շարունակելու այդ ուղղությամբ գործողություններ իրականացնել եւ հույս ունենք, որ Թուրքիան տեսնելով այդ քայլերը նույնպես իր դիրքորոշումը կսկսի ավելի հստակ արտահայտել։ մոդերատոր է դարձել, այսինքն հիմա կարող է Որքանով դուք տեսնում եք, այս փուլում որևիցե երկիր մոդերատորի դեր չունի եւ Հայաստանն ու Ադրբեջանը մեծ մասամբ ուղիղ բանակցությունների, ուղիղ խոսակցությունների շնորհիվ են կարողանում հասնել իրենց ուզածին, դրա մասին նաև ադրբեջանական կողմն է հայտարարում մշտապես եւ իրանք այդ ամենասկզբից այդ բանը այդ Բայց Փաշինյանը աջակցության խնդրանք է նաև արել Թուրքիան, եթե չեմ սխալվում վերջին։ Ես չգիտեմ նման բաներ։ Որտեղից դրական ազդակները հայ-թուրքական կարգավորման հարցում, եթե ձեռք բերված պայմանավորվածությունները մինչև հիմա չեն պայմանավորված։ Իմ վերջի հանդիպման ժամանակ Ժնևում ես հանդիպել եմ Թուրքիայի ազգային ժողովի նախագահի հետ եւ պետք է ասեմ, որ այն վաղտել եմ ասել, պետք է ասեմ, որ շատ դրական հանդիպում ենք ունեցել,
արտահայտությունները խոսակցության ընթացքում այն կողմից էր, որ այո, սա շատ լավ լուր է, այո, շատ լավ է, որ մենք եկել ենք այդ ընկալմանը եւ բնական է, որ մենք բացի իմ հանդիպումից այլ շփումներից նաև այդ ազդակները եւ այդ վերաբերմունքը, ինչպես նաև այս նշված հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի գործելավոճը այն բանի մասին է, որ Հայաստանը միտում ունի խաղաղություն կնքելու, իսկ առանց Ադրբեջանի հետ կարգավորման վերականգնել Դե իրանք հենց այդ եմ ասում, որ իրանք փորձում են դա պատանդ դարձնել, ել չեմ ասում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցն է մեծ հաշվով Ադրբեջանի դաշտում մնացել։ Ադրբեջանի նախագահի ցանկության պարագայում մենք կարող ենք այդ հարցը երեք կարող էինք այդ հարցը լուծել եւ ստորագրել, բայց հիմա կրկնում եմ տարբեր աշխարհաքաղաքական խաղեր, գործընթացներ, առևտուրներ են տեղի ունենում եւ ադրբեջանական կողմ փորձում է մաքսիմալ քամել այդ հնարավորություններից, բայց իմ կարծիքով այլևս էլ ոչ ժամանակ իրենք ունեն, ոչ մենք ունենք ժամանակ, ոչ էլ աշխարհը էլ պետք է սպասել։ Եթե իրանք իրոք խաղաղություն են ուզում կնքել, այդ հնարավորությունը 3 կար ու այսօր են։ Թուրքական կողմի հետ միայն հրապարակային շփումներից այդ ազդակները ստանում։ Չէ, ոչ, ասեցի ես դրա մասին։ Կան այս շփումներ խաղերով է պայմանավորված նաև Եվրաօրենքի 2 ամսով իհարկե տեխնիկական խնդիրներով պայմանավորված հետաձգումը, թե այսպես Չէ, ոչ մի աշխարհաքաղաքական իշխանությունը մտադիր է դա ընդունել եւ այսպես իհարկե մտադիր է, այո, որևիցե բացի տեխնիկականից որևիցե բան չկա։ Իսկ նշվում է սա մեկնարկը գործընթացի մեկնարկի մասին օրենք է։ Եթե նախագահը ստորագրի, հա, ինչպես է այդ մեկնարկը տրվելու, ինչ գործընթացներով։ Տեսեք, օրենսդրական նախաձեռնությունը եղել է հանրության կողմից։ Մենք դրան կողմ ենք քվեարկել։ Շարունակություն այդ քննարկումը այս դալիճում էր տարածվում, երբ որ ասում էին, որ սա այս հետևանքը կունենա, սրանից հետո դուք ԵԱՏՄ-ից պետք է դուրս գանք եւ այլ։ Այս պահին, այս փուլում որևիցե այլ տարբերակ եւ որևիցե այլ բան չի քննարկվում։ Այս փուլում միայն դրա կողմ քվեարկելու որոշումը քաղաքացիական պայմանագիրը ունի եւ հաջորդիվ կքվեարկի։ Բայց կարող է Թրամփ-Զելենսկի այդ զրույցից հետո ամեն դեպքում իշխանությունը որոշել է վերանայել Եվրոպայի, որտեղ Ուկրաինան էլ էր ձգտում արևմուտք, ձգտում էր միացան։ Ինչ եք զուգահեռներ անցկացնում։ Ինչ եք զուգահեռներ այս ստորացման գործընթացից չգիտեմ, սափելու համար, որտեղ սա այս բանը ինչի այսպես Հայաստանը ամեն դեպքում Չէ, ոչ մի կապ չունի։ Հիմա ես օրինակ ես սպասում եմ իմ գործընկեր Մատվիենկոյի այցը։ Հունիսի 5-ից 6-ը նախնական մենք համաձայն։ Հունիսի 5-ից 6-ը նախնական դե ինքն էլ միջոց այստեղ չլինեք։ Չէ, իրանց առաջարկած օրերը ես այստեղ չէի, մենք օրը ես Կազախստան պաշտոնական հրավեր ունեմ, ամսի 16, երբ 15-16 սկզբից դա էր առաջարկվել, ես երկրում չէ, ոնց կարամ ես այստեղ չլինեմ, իմ գործընկերը գա։ Չէ, հիմա նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ամսի 5-6 հունիսի Տիկին Մատվիենկոն կժամանի եւ այդ ժամանման այդ փոխադարձ այցելության հրավերը ես իրեն տվել եմ իմ առաջի այցի ժամանակ, գալու վերաբերյալ մենք քննարկում ենք ունեցել Դուշանբեում, եթե չեմ սխալվում, նոյեմբերի սկզբին եւ ես արդեն այս ընթացքում, եթե չեմ սխալվում, 3 հեռախոսազրույց եմ ունեցել, որոնցից դուք մեկի թե երկուսի մասին եք ասում։ Պաշտոնական այց է թե աշխատանք։ Չէ, պաշտոնական այց է, որը որ մենք կփորձենք ինչ որ նաեւ մենք իրան հնարավորինս շատ կլցնենք, երկկողմ տարբեր հարցեր կան, որոնք որ մնացել են, բայց հարցերը լուծեն։ Մի բան Սիմոնյաններ կա, որ իշխանություններին, այսպես տարբեր թևերին առաջարկ եղել, հրահանգվել է ռուսների հետ սկսել այսպես ավելի ակտիվ աշխատել եւ այլն, այսպես այս Հայաստանում գեներացված այս հակառուսական։ Տեսեք, ասել Քոչարյանի զանգեք հայ-ռուսական հարաբերությունների մասին կենացներ ասել։ Տեսեք, նման հրահանգ չի եղել, որևիցե նոր բան չկա, այսինքն որևիցե փոփոխություն տեղի չունեցել։ Հապկը մեր համար այն հապկն է, որի գնահատականը մենք տվել ենք, որը թերևս կարելի ասել է հարաբերությունների ռուսական կողմի համար ամենացավոտն է, նույնն է մնացել։ Մեր ԱՊՀ-ի շրջանակում մեր հարաբերությունները նույնն են մնացել։ Մենք ԱՊՀ-ի շրջանակում աշխատել ենք եւ շարունակելու ենք աշխատել, դրա պատճառները հայտնի են։
եւ հիմնավորումները նույնպես հայտնի են։ Այցերը, պարոն Սիմոնյան, բարձր Այցերը նախարար, բան որ չէին մասնակցում, վերականգնում։ Ռուսաստանի հետ կապված նման բան չի եղել։ Մեր արտաքին գործերի նախարարը տարվա սկզբին Մոսկվայում էր, հարգելի Քննարկում է հարկում սառեցումը դադարեցնելու հաշվարկներով։ Ինչ մասին է։ Եվրոպայում այսպես բացվեց, որ Եվրոպան անվտանգ։ Նախ եկեք սկսենք, եկեք ֆիքսենք պատասխանը, այո, ինչ։ Եկեք ֆիքսենք, որ ոչ։ ԱՄՆ-ի վարչա Ոչ։ չի կարող չփոխել։ Ոչ, այդ դուք նոր իմացաք այդ ամեն ինչի մասին։ Մենք այն բանը, որ աշխարհը եւ անարդարա եւ մենք դա վաղուց գիտենք, մեր հարաբերությունները Տրամպի ադմինիստրացիայի հետ դրական է, մենք աշխատում ենք իրենց հետ եւ գործընկերական հարաբերություններ ունենք եւ շարունակելու ենք։ Չեմ կարող ասել, չգիտեմ։ Այդ խարտիայից Մենք երբևիցե տարբերություն եւ ինչ որ արտահայտված դեմոկրատական կամ հանրապետական կուսակցության բան չենք ունեցել եւ եթե պայմանական X մարդը մասնակցել է դեմոկրատական համաժողովին, նա անպայման մասնակցել է նաև հանրապետական համաժողովին։ Ես վերջին անգամ իմ ընդունած ԱՄՆ-ի պատվիրակությունը եղել է հենց հանրապետական պատվիրակություն։ IRI-ը, որի հետ մենք համագործակցում ենք հանրապետական կուսակցության, մի խոսքով մենք այդ բալանսը որևիցե ձևով չենք խաղում։ Որ պետք է ամերիկյան գար եւ սահմանում պետք է պետք է այդ պայմանագիրը, որ հայ-ամերիկյան կնքվեց, այդտեղ կետ կար, որ պետք է խումբ գա եւ սահմանում վերահսկողություն իրականացնում։ Մինչեւ հիմա չկա, թե Բլինքենն ասում էր։ Չգիտեմ, անկեղծ չգիտեմ դրա մասին։ Պարոն Սիմոնյան, չէ, մեկ հարց եմ